Փառած Աստված, որդվույի Տեր Հիսուս Քրիստոսի մեր փրկին, մեծ քահանայապետի անունով եւ մեզի շնորհված արտոնությունով մուտք կգործենք դեպի քո շնորհած գահը։ Մեր բարեխոս մեծ քահանայապետ Տեր Հիսուս Քրիստոս գբաշտենք, գերգրբակենք, գքովերքենք եւ ծնգաչոք գխոնարինք քո մեծապարության դարաճ ինշան որ դու թակավորն ես աստվածների աստվածը դերերի դերը թակավորների թակավորը մեծ քահանայապետ է մենք ու ժողովուրդը արոդիտ գարները Փրկյալների խումբ, քո եկեղեցին, քո արյունով ձախու առնված ժողովուրդդ, սեփական որպես քուքանց։ Դեր այս հոգով, այս մտածությամբ, այս դիրքով կմոտենան քեզ։ Դեր Հիսուս նաև քո առաջ ենք խնդրելու քո ներկայության ջոխությունը Դեր օգնիր մեզ զգանք վայելենք քո ներկայությանը ուժգնություն այս առավոտ Դեր յուրաքանչյուրս այստեղ ենք նյութովը բեռնավորված հարցը վիճակը բարակամը որ մթակնել է շատերի հոգին, կյանքը, ընտանիքը, ներքնաշխարհը, դեր այստեղ ենք որպեսի քեզնից հույսի նշույլ նստանանք եւ այն փոցավարվի մեր ներսիտին հոգվույթ կրակով։ Դեր հույսի հուսո Աստված լցրու մեր կյանքը այս հույսով որով պիտի կարողանանք առաջ գնալ կյանքի պայքարներում, որով պիտի կարողանանք հաղթանակներ ձեռք բերել կյանքի դարադեսակ դժվարություններում։ Հայր, կհիշենք բոլոր անոնք, որոնք ֆիզիկապես ներկա չեն, բայց հոգով այստեղ են, նամանավանդ Արուսյակ քույրը, Նոյեմի քույրը, եւ անոնք որոնք դեր թեև գեդևին, թեև գփափակեին հոսլալ, բայց ֆիզիկական դգարությանց պատճառով այստեղ հպվես եւ բոլոր անոնք դեր, որոնք գուզեին ներգալալ, բայց չկարողացան այլ պատճառներով դեր հպվես անոնց մարմիններին, բժշկության բարգև շնորհես Եվ ընտանիքդ կատարյալ լինի, հայր քեզի կհանձնվենք, խոսքիդ քարոզչությունը ինձնից սկսյալ յուրաքանչյուրիս կյանքերում թեղ, բուժում, փալասան, օրհնություն լինի, եւ որով փառավորվի անունդ, որուն արժանի ես անցյալ ներկա եւ ողջ հավիտենական տարերում, ամեն։ Անոնք, որոնք անցած գիրագի այստեղ ներկա էին, Անցյալ գիրագի արդու համդեսեցինք, այսպես ասած, այնպիսի մի վիճակ, որով մանավանդ Լիբանանում էր հարյուրավոր հայրենագիցներ իրենց առօրյան էր դարձել։ Եվ երբ որ անցյալ գիրագի առավոտ եկեղեցի եկան եւ ամբողջ Փեսադինան գարդես հոսանքա զրկված էր Շատեր արդայդվեցան Լիբանանը, քեզ ամեն օր գաբրին այս վիճակը հոսանք չկա, քահրաբա չկա եւ այլն, բայց ոչ միայն Լիբանանի ժողովուրդը այդ վիճակի դեն անցնում, Հայաստան, որտեղ 24 տարի ապրեցի, դարիներ շարունակ այդ վիճակով էին ապրում։ Ես հիշում եմ, երբ Հայաստանում էինք, եկեղեցաշենքում դուրս հաջախագի հոսանքազրկումներ էր դեղի ունենան, վայնքի դե առուտը գիտանոնք, որոնք Հայաստանում ապրել են երկար։ Եվ
Երբ հոսանքը զրկվում է, հոսանքից զրկվում ես, լուրջ խնդիրներ են առաջանում, հիմա չխորանանք։ Հիմա շատեր երբ Հայաստանում էի եւ այս խնդիրը գար, շատեր մոտենում էին ինձ եւ հարցնում էին. Հովանես ջան, կամ Հովանես եղբայր, ոնց է լինում, որ ամբողջ Նորքում, Նորք Մարաշում ենք ապրում, նոր շրջանում, Նորքում խավար է, հոսանք չի գա եւ մութ է, բայց ծեր շենքում հոսանք ունեք, էդի ոնց է լինում, էդի ոնց է ստացվում, որ դուք ունեք, մենք չունենք։ Եվ պատասխանս շատ բարձ էր։ Գիտեք, երբ որ նկատեցի, որ Երևանում, Հայաստանում, մնամ Նորքում, իմ ասեմ, մեր Նորքում շատ ավելի էր հոսանքազրկում լինում, քան դարբեր շրջաններում, որով ինչքան որ լսած ենք Նորքի հոսանքի բաստանցյան հին էր, Ճապոնիայից պիտի կար, նավում ընկղմել էր, չհասել եւ այլն, երկար պատմություն էր, դարներ մինչեւ այսօր այդ խնդիրը կար, ուրեմն երբ որ նկատեցի, որ նման խնդիր կա, հոսանքի միշտ մութ պիտի նա պաշտամունքի ժամանակ եւ այլն, եկեղեցաշենքներ վերջի հոնալ կմնայինք, ուրեմն խնդիրը ասեցի, ներքուստ լուծեցի։ Ոնց խնդիրը ներքուստ լուծեցիր։ Շատ բարձրի։ Որտեղ նման խնդիրների առաջ հայտնվում, գնացի եւ գնունի շուկայից գեներատոր արի, power generator, հոսանք արդատրող գործի կարի եւ եկեղեցաշենքի աստիճանները, որ անոնք որ մուտք են գործել երկել, ոնց դրիվ ամբողջ հոսանքի հետ կապազեմ, երբ հոսանքը գնում էր, գեներատոր ունեի, հոսանք արդատրող գործիք ունեի, որը չէր ազդվում արդակին հոսանքից եւ վիճակներից։ Ներքուստ լուծել է հարգավորսի հարցը։ Դրա համար, երբ որ հոսանքը գնում է, մենք հոսանք ունենք, որովհետև ներքուստ լուծել եմ այդ խնդրի հարցը եւ միշտ լույս ունենք։ Չափազանց կարևոր համարեցի եւ պետք է համարենք խավարի, մութի, հոսանքազրկումների թեմ պայքարելու համար ներքուստ լուծել մեր կյանքում գոյացած խավարաշրջանների մարտահրավերը։ Վստահ եմ, որ ինձ հետ պիտի համաձայնիք, աշխարհը խավար շրջանեք անցնի, եւ սա նոր բան չի արդյունքն։ Մեր աշխարհը խավարի մեջ է ապրում։ Մեզ շրջապատող հասարակությունը աշխարհը անգայուն վիճակ է, խառնաշփոթություն, վախ, փարոյական անգում, բادرազմներ, անորոշություններ եւ այս բոլոր բացասական իրավիճակների շուկը ազդում է մեր վրա։ Եվ դրանք նույնիսկ ազդում է մեր հոգիների վրա, երբ որ շուրջը նման վիճակ է դիրում, գամա սկսելու է ազդել քո հոգեվիճակի վրա, քո դրամատրության վրա։ Բայց երբեք գապ չունի, ինչ տեսակ խավար է դիրում դուրսը, ինչ տեսակ խավարի հետ ես դու առնչվում։ Լինի քո անհատական կյանքում, ընտանեկան կյանքում կամ աշխարհում։ Մենք գարիքն ունենք ներքուստ լուծել այս հարցը։ Եվ ներքուստ լուծելու համար այս խնդիրն է, որպեսզի այդ խավարը չազդի մեր վրա, մենք գարիքն ունենք հույսի։ Հույսը, որ լույս է տալիս, երբ մեր շրջապատ աշխարհը խավարում եմ, հույսը, որ արդակին ազդեցություններից, բարականերից, հանգամանքներից չի ազդվում։ Հույսը, որ փայլում է, շողշողում է, երբ ամբողջ քո շուրջը խավար է դիրում։ Հույսը, որ խավարի մեջ լույս է տալիս,
Եվ այս հույսը, գիտեք սիրելիներ, մարդոց մեջ չի գալիս։ Մարդկանցից չենք կարող ստանալ այս հույսը։ Այս հույսը գալիս է միմիայն փառած Աստծուց։ Գողոսացիս 1:27-ի մեջ Աստծո խոսքը ասում է. Քրիստոս մեր փառած հույսը։ Գողոսացիս 1:27 Քրիստոս մեր փառած հույսը, Christ in you, the hope of glory. Միայն այս լույսը, այս հույսը կարող է լույս տալ, երբ շուրջս խավար է։ Աստծո խոսքը ինչ է ասում, անիծյալը լա այն մարդը, ով իր հույսը մարդու վրա գտնի, մարդու մը գաբավինի։ Բայց օրհնյալ է նա, որուն հույսը Աստված է։ Ամեն։ Երեք մեր դան հյուր ունեինք և այս նույթի մասին է խոսում և մեր հյուրին մոտեցա երիտասարդ փայլուն երիտասարդ տղամներսի, որ ինձի կարող ես ասել, բնորոշել, ինչ է հույսը։ Եթե մեկը քեզի կա ու հարցնե, ինչ է հույս ըսված բանը։ Եվ ես հիմա քեզ հարցնում եմ, կարող ես ինձ ասել։ Ասի խնդրում եմ հիմա մի պատասխանի, որոշ ժամանակ թող անցնի, մտածի, որը սա լուրջ հարց է եւ ինձ կպատասխանես։ Եթե քեզի հարցնեմ, ինչ է հույսը։ Հույսը ինչ է։ Մենք շատ հաճախ գլսենք հույս, բայց ինչ է հույսը։ Բնականաբար ամեն մեկս պատասխան ունենք եւ բոլորի պատասխանները ճիշտ է։ Հույսը սիրելիներ այն վստահ ակնկալությունն է, որով լավ է լինելու ամեն բան։ Հույսը այն վստահ երաշխավորված ակնկալությունն է, որ ամեն բան լավ է լինելու անկախ թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում, անկախ եթե ամեն ինչ անորոշ է, անկախ թե նույնիսկ եթե չգիտեմ ինչ է սպասում ապագան, բայց այն հույսը, որ Աստծո խոսքից ենք ստանում, Քիչ տեսնենք, որ հույսը իրավիճակը չէ, հույսը անձնավորություն է եւ մեր հույսը Տեր Հիսուս Քրիստոս է։ Անոնց գսեք Ողոստաց 1:20 Քրիստոս մեր փառած հույսն է, Քրիստոս է մեր հույսը։ Ադի գտեսնենք, ուրեմն նույնիսկ եթե ամեն ինչ անորոշ է, չգիտեմ ինչ է լինելու վաղը, մի ամիս հետո, մի տարի հետո, չգիտեմ իմ Իմիգրացիոն կարգավիճակս ինչ է լինելու, չգիտեմ ինչ է սպասում ինչ, պիտի մնամ, պիտի գնամ, ամեն մեկս հարց ունենք, որը մեզ կմտահոգեցնեն, ամեն մեկս իրավիճակի առաջ ենք հայտնված, որը մեզ մտահոգեցնում է ուզենք կամ չուզենք, շատերը դրանից անցանք, շատերը դրա մեջով են անցնում եւ ուրիշներ պիտի անցնեն դրա մեջից, տարբեր ոլորտներում, եւ այս անորոշությունը սիրեներ խեղդում է մեզ։ Անորոշությունը շատ հաճախ չօգներ, որ առաջ գնամ կյանքում։ Անորոշությունը գարես է անդամալուծում է ինձ։ Հետևաբար, երբ որ Աստվածաշնչյան հույսի մասին խոսիմ, հույսը ուրեմն այն վստահ ակնկալությունն է, որ լավ է լինելու անկախ բարականերից, նույնիսկ Եվ ամեն բան մութ է։ Հույսը լոկ բարի մաղթանք չէ սիրելիներ։ Հույսը վստահություն է, որը հենվում է կամ բանի վրա, կամ մեկումը վրա։ Շատերի համար իրենց հույսը բանկում իրենց հաշվի համարի ինչքան շատ զերոներ ունի։ Մեկի կամ երկու կամ ինչքան շատ է զերոն, այնքան ավելի վստահ է, այնքան ավելի հույս ունի, որ լավ է լինել։ Ոմանց հույսը ուրեմն բանի վրա է, իրենց դան, իրենց տնտեսության, իրենց մեքենայի, իրենց առողջության։
Ոմանցալ հույսը մեգումը վրա է, այսինչ օրմանաման Հայաստանում, Լիբանանում այդպես էստեղ չգիտեմ, երևի էստեղ շատ ավելի վատ է, բայց ավելի էսպես քողարկված է։ Ուրեմն շատերի հույսը մարտիկն են, այսինչ Պաշտոնյան, երբ որ խնդիր ունեմ, հերախոսը կարող եմ վերցնել, այսինչ Պաշտոնյային զանգել, խնդիրներս կլուծի։ Այսինչ նախարարը, այսինչ դեպուտատը, այսինչ քողագանը, այսինչ հովիվը, այսինչ գզանկեմ եւ հարցերս կլուծեմ։ Ուրեմն հույսը ուրեմն այն հենարանն է, որով գամ նյութագանի արարգայի գամ մեգումը վրա կարող եմ հենվել եւ որը հաստատուն է, բայց աստվածաշնչյան հույսի դեսագը, աստվածաշնչյան միտքը հետևյալն է, հույսը մեր հոգու խարիսխն է։ Երկու գիրակի առաջ մենք տեսանք հույս Քրիստոս մեր հույսը, մեր հոգու խարիսխը։ Ուրեմն հույս աստվածաշնչյան լեզվով մեր հոգու խարիսխն է, որը արմատավորված է, որը մխրջված է, ինչպես բացատրեցինք, որ խարիսները, որ նավերը, երբ որ փոթորիկ ելում, խարիսխը գցում են եւ արմատավորվում է խորունկ օվկիանոսի մեջ եւ այդ ամբողջ նավը անշարժ է բան փոթորիկների դեմ նույնիսկ աստվածաշնչյան հույսը մեր հոգու խարիսն է որը արմատավորված եւ գծված գապված է նայեցեք սա շատ կարեւոր աստուծո նկարագրի խոստումների եւ հավատարմության վրա հույսս որու վրա է աստվածաշնչյան հույսը այն հույսը որ Աստված ինձի գմադուցան է այնպիսի հույս մնե որը արմատավորված է իր նկարագրի իր խոստումների եւ իր հավատարմության վրա երբ որ այսպիսին է իմ հույսը ինչքան էլ փոթորիկ լինի շուրջս երբ որ այստեղ ամրացված է իմ հույսը Աստծո նկարագրի խոստումների եւ հավատարմության վրա ես կմնամ անշարժ եւ գայուն ինչքան էլ մութ լինի եւ միայն ինչու մանասի աստվածաշնչյան հույսը հոգու խարիսն է որովհետեւ Աստված մեր ներկուստ Գուզել, լուծել հարցը, ինչպես որ սկիզբը պատմեցի Հայաստանում, ներկուստ լուծեցի մեր հոսանքազրգումների հարցը, power generator շենքի մեջը դրեցի, որը չազդվի դրսում, երբ որ հոսանքները անչադվում են։ Այս է այն հույսը, որ Աստված բարգեվում է մեզ։ Հույսը սիրելիներ լավադեսություն չէ։ Հույսը օպտիմիզմ չէ, լավադես լինել, no, դրանից ավելի հերույ է հույսը աստվածային երաշխիք մնե, որը նորից ասում եմ հիմնված է Աստուծո խոստումների վրա, որոնք անպատճառ դեղի պիտի ունենան, նույնիսկ եթե ես ագանադեսը չլինեմ։ Հույսի եւ հավատքի միջև դարբերություն կա, թեև երկու հատը այնքան իրար ամուր գծված կորձոններ են հավատք եւ հույսը իրարու գծված կորձոններ են, միասին կկործեն, բայց ամեն մեկը իր դարբեր կորձողություն ունի մեր կյանքում։ Հավատքը այն վստահությունն է որով գառուցվում է եղած բաների վրա։ Աստված խոստումը տվել էր, այդ խոստումը դեղի ունեցավ, եւ իմ հավատքս Աստուծո գադարված խոստումների վրա է։ Ուրեմն հավատքը Աստուծո գադարված արդեն իսկ գադարված խոստումների երաշխիքն է։ Իսկ հույսը Աստուծո գադարվելիք խոստումների վրա հիմնված է։ Հավատքը գադարված խոստումների, հույսը գադարվելիք խոստումների վրա է։ Այս է դարբերությունը, որ Աստված պիտի գադարե ինչ որ, որը հավատքը երբ որ
Գործում է Աստուծո գադարած խոստումների վրա, հույսը ընդդեից ներշնչվելով հավատում է, որ հույսում է, որ ապագայում նույն տեսակ պիտի լինի։ Հավատքը գսե Աստված կարող է։ Հույսը ինչ գսե, ես գագնգալ եմ, որ Աստված պիտի գադարի դա։ Երբ որ գահավատամ, որ Աստված կարող է ուր դեից ու կայս հավատքս, անցյալի խոստումներ ինչ խոստում դված է, որ գադարում է, հավատք է ձևավորվել այն Աստուծո մասին, որ խոստումներ է դվել եւ իր խոստումները բահել է, ուրեմն հավատում եմ Աստծուն։ Հիմա խոստում մգա, որ ուզում եմ լինի, ապակայի համար խոստումներ ունի Աստված, ուրեմն հույսով գագնգալ եմ, որ դա էլ պիտի լինի, որովհետեւ իմ հույսը հիմնված է հավատքի վրա, որը Աստծո անցյալի խոստումների վրա է։ Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց, չէ՞, գսե, հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքը։ Հավատքը որտեղից ենք ստանում Աստծո խոսքը լսելուց։ Իսկ հույսը որտեղից է ծնվում հավատքից։ Այսինքն դու չես կարող գենթանի հույս ունենալ, եթե նախ չունես գենթանի հավատք, որը հիմնված է Քրիստոսի վրա։ Եվ որտեղից կուք այս հավատքը, շատ կարևոր է Աստծո խոսքից, շատեր ասում են, չէ, հավատքս դգար է, հավատքս թույլ է, հավատքս խախուտ է, լավ եղբայր, քույր, բարեկամ, ընկեր։ Լուծումը գիտես ինչ է, Աստծո խոսք չես կարդում, Աստծո խոսք չես լսում։ Չեմ ասում ամեն գիրակի եկեղեցի արի, եթե գաս շատ բարի, բայց հավատքը միայն մեկ աղբյուր է ուկա, Աստծո խոսքը լսելուց, երբ որ գլսեմ, հավատքը ձևավորվի, երբ որ հավատքը ձևավորվեց, որ մի ետ կնե, որ ես հույս մի ունենամ ապագայիս մասին, կյանքի վիճակների բարակայում, երբ որ խավարում է ամեն ինչ։ Շաղկապված է, բայց ամեն մեկը իր դերակատարությունը ունի մեր կյանքերում։ Հավատքը մի խոսքով արմադն է, հույսը բդուղն է, հույսը բդուղն է այդ հավատքի։ Խավար օրեր պիտի կան, փոթորիկներ պիտի լինեն ամեն մեկուս կյանքում։ Շատեր նոր այդ փոթորիկների մեջից անցան, շատեր հիմա փոթորիկ խավար մեկ մարախուղի մեջ են, շատերի համար սպասում է այդ փոթորիկը։ Այնպիսի փոթորիկների ագանադես պիտի լինենք սիրելիներ, հիասթափության, հոգեջնջվածության, հուսախաբության, վախի, ցախորտության, թավաջանության, փորձությունների, ֆինանսական անգումների, ընտանեկան խնդիրներ, տնտեսական խնդիրներ, առողջական խնդիրներ, եւ այս դարադեսակ խնդիրները պիտի փորձեն քո հավատքդ եւ քո հույսը արմադախլել, արմադից բոգել հանել դուրս։ Եվ պիտի փորձեն քեզ հերացնել Տիրոջից, որով գիտեք, երբ որ այդ խարիսխը հսկա նավերի, որոնց որ դարիներ աշխատել եմ ես, երբ որ այդ խարիսխը ձովը կգցեն, շատ հաճախ չեն սպասել, որ մխրջվի ավազների մեջ կամ ժայռերի կամ բիտ արմատների։ Եվ կգարձեն, որ հիմա ապահով ենք ալիքների։ Եվ քիչ հետ կսկսին նկատել, որ նավը հերացել եւ ավելի վտանգի է գնում, ինչու, որովհետեւ վստահ չեղան, որ այդ խարիսխը ամուր տեղ կցեն, վերցնեին, ուրիշ տեղ կցեն, շատ հաճախ մի քանի գետեր կփնտրվի ամուր, որ հոն կցեն խարիսխը, anchor-ը։ Ուրեմն եթե սիրեներ չունեմ այդ ամուր խարիսխը հույսի եւ հավատքի, պիտի փորձեն այս բոլոր իրավիճակները մեզ հավատքի դեպ Քրիստոս է հերացնել, Քրիստոս է հերացնել։ Արաքյալը գսե ոմանք ալ գսե նավափեգության ենթարկվեցին, հավատքի գողման է,
Դիմոթեոսի մեջ գրե նավապեգու փոթորիկը եւ նավը դարավ ալիքները դարան որովհետեւ ամուր չէր իրենց խարիսխը հավատքը եւ հույսը եկեք ընդունենք որ շատ աջախ այնպիսի փոթորիկներ խնդիրներ դժվարությունների առաջ ենք հայտնվում որոնք մեր կարողությունից վեր են Գարձում էի, որ կարողանամ հաղթահարել այս տվյալ խնդիրը դժվարությունը բարական ոլորտը, բայց երբ որ դեմ արդեմ այդ խնդրին առաջ կանգնեցի, նկատում ենք, որ մեր ուժերից վեր է, որ ես չեմ կարող սա անել։ Եվ ինչ է տեղի ունենում, այդ փոթորիկը պիտի փորձե մեզ ծախորդության մատնել։ Այդ բարական պիտի փորձի քեզ եւ ինձ նախքին կյանքին վերադառնալ։ Գիտեք ով այդպես արեց Պետրոսը։ Հիսուսին ուրացավ, խաչեցին, Հիսուսը գերեզմանում է թաղեցին, Պետրոսը գիտեք ինչ ասեց։ Աշակերտներ ջան, գնանք ցուկ որսալու։ Էջ բրձավ։ Այդ էր պատմությունը, վերջացա փակվավ։ Գնանք ցուկ որսալու։ Պիտի փորձեն այդ դժվարությունը հետ մեր անցյալի, որով գիտեք, երբ որ ամուր չէ իմ հավատքս, երբ որ հույս չի ցևավորվել հավատքի հիման վրա, երբ փոթորիկը ուկա, ուզեմ գամ ինձ պիտի դանի այդ անցյալի կյանքին։ Պիտի սկսեմ կասկածել, արդյոք այն հավատքը, որը ընդունել եմ, ճիշտ է, արդյոք Աստված կենդանի է։ Եվ եթե ասիկիչ մը խորացավ, կսկսեմ հետևյալ երգը երգել։ Ուր է իր Աստված, երբ մենազազգն հայոց կոդորվում էր, ուր է իր Աստված, այդ երգը կսկսես երգել։ Ուր է իր Աստված։ Ուր է սով ասված, երեխա սիվանտ է, մայրը սիվանտ է, առողջությունս այսպիսին է, բժիշկական թղթերը եկան և ողբերքալի է, մի խոսքով, որև չկա ամուր հավատք, չկա ամուր հույս, չկա խարիսկ, որև չեմ աշխատել իմ վրա։ Side note, քո մեծակույն խնամակալը, գիտես ով է հոգևոր խնամակալը ով է լինելու, հովիվը չէ, բադվելիները չեն, եկեղեցին չէ, քո մեծակույն խնամակալը դու ես, ես եմ, եթե ես իմ վրա չաշխատիմ, եթե ես լուրջ չառնեմ հավատքի կյանքը, եթե ես լուրջ չառնեմ Աստծո խոսքը, իր խոստումները, եկեղեցին հավատքի արժեքները, երբ որ կանգնիմ թեմ արդեմ կյանքի դժվարության face to face, չեմ կարողանալու դիմանալ։ Նման հավատքի կյանքը, հոգևոր կյանքը լուրջ կյանք է, մարդիկ իրենց կյանքը զոհեցին։ Արույցների կուպը ինգան, գրակները անցան, գողոպտվեցան, սղոցվեցան, քարգոցվեցան, գենթանիներու գաշիների մեջ տրվեցան գսեր, լուրջ կյանք է։ Երբ որ ես ունիմ այս հավատքը ցևավորված հույսը, ամեն բանի կհոժարեմ, այլևս կփախնիմ։ Բայց երբ եւ եթե քո հոգին գապված է այս հույսի խարիսխին անբաչար եւ անպայման եւ անդարագույս եւ անգասկած ապահով ես մնալու այո զարնելու են դաբանիդ նավիդ այդ ալիքները բայց դու ապահով ես Քրիստոսի քավության մեջ ես, դաբանի մեջ ես, այո դաբանը օրորվեց, ջոջորվեց, բայց ապահով էր, ինչու որտեղ հավատքով կառուցված էր։ Ինչքան էլ ուժգին լինի փոթորիկը, եւ ինչքան էլ այդ ուժգին փոթորիկը փորձի քեզ արմատախլել Քրիստոսից հեռու դանել, որովհետև քո հոգին գապված է այս հույսի խարիսխին, you will get through it, պիտի հաղթահարես։ Սամոս 42 նայեցեք ինչ կսե,
Սամոս 42:6 Սամոս 42:6 շատ գեղեցկորեն կնկարագրի այս վիճակը։ Սամոս 42:6 Ով իմ Աստվածս, հոգիս իմ ներսիտիս գցածնա, գջնշվի, անոր համար քեզ գիշեմ հորթանանու երկրեն։ 6-րդ համարը գարտած, հիմա 5-րդ համարը բարձրանանք, գսե, ինչու գցածնաս, ով իմ հոգիս, և ինչու իմ ներսիտիս անանգիստ ես, վիճակի առաջև հայտնված ես, բարակայմը մեջ է գանցնիս, ինչ որ է, և հոգի դնշված է, depressed, դնշված ես, անանգիստ ես, փոթորիկները զարնում են քեզ, և Աստծո խոսքը գսե, և ինչու գցածնաս, ինչու գնեղվիս իմ հոգիս, իմ ներսիտիս, նայեցեք պատասխանը ուր է, Աստուծո հուսա, Աստուծո հուսա, վասնզի անգամ մնալ զանիկա պիտի քովեմ, Աստուծո հուսա, հույսդ, Աստուծո վրա թիր, ինչու համար այդ վիճակների առաջ ես հայտնվել և հոգիդ ջնշված է, և հոգիդ նեղված է, և հոգիդ մարում է, և հոգիդ սպարվում է, ինչու, որովհետև շատաբանաբար հույսդ մարդու վրա ես տրել, նյութի վրա է իր տրել, Անամար ոսեի ֆոքսե Աստուծո հուսա, հոս բատկամ ունի, հովանես, անոտիր, դատարիր ուրիշ բաներու վրա ուսալուց, Աստուծո հուսա։ Հույսը շատ գեղեցիկ բան է սիրեն է դրա համար, այն դեսիլքն ու առաքելությունը, որ Աստված սրդիս վրա է դրել, գոչեցի հույս Հայաստանի նախաձեռնություն, Armenia Hope Projects։ Լոկ անումը չէ բադական, Աստուծո խոսքի, Աստուծո հույսը, որ կարող է քեզ կյանքի բոլոր բարականերում ամուր բահել, այդ հույսը փոխանցող գործիքը գուզեմ լինել Աստուծո ցերած մեջ։ Աստուծո հուսա, վասնզի անգամ մի ևս զինք պիտի տեսնեմ։ Եսայա 43:1-2 մեջ կսե, և որ չուրերեն անցնիս, ես քո հետ պիտի լինեմ, և որ գրակներեն անցնիս, ես քեզի պիտի բահեմ, ինչ վիճակները որ անցնիս, ես քեզի հետ պիտի լինեմ, որովհետև քո հույսը իմ վրա է գսե Աստուծո խոսքը։ Հռոմեացիս 5:3-5 գսե եւ ասկը գա համբերություն, նկարակիր, համբերության վրա նկարակիր եւ ցանկ մուգդա եւ գսած բոլոր վրա հույս։ Եվ դու ինչ գսե եւ հույսը ամոթով չի թողնի։ Հույսը եթե Աստծո վրա է, Աստված երբեք ամոթով չի թողնի քեզ։ And hope does not put us to shame. Հույսը սիրելներ միակ կորձոնն է, factor, կորձոնն է, որով պիտի օգնի ինձի խավարի մեջից հաղթանակած դուրս գալ։ Հույսը միակ կորձոնն է, որով պիտի օգնի ինձ առաջ գնալ եւ ոգևորված լինել։ Yankee Polor by Cardinal, hope is the only factor that keeps you moving and motivated in the darkest hour of your life. Քո կյանքի ամենախավար ժամանակում հույսն է, որ քեզի պիտի օգնի առաջ գնալ եւ նույն ոգևորվածությունը պահպանել։ Հիշում եմ տարիներ առաջ 2015 թվականներ գարձեմ Հավայի գսեն Հավայի գղզիկը նշանակի այսինքն շատ ցած մագատը, բայց դա չէ հայերեն, բայց Հավայի գղզիներ հրավիրված է Մաուի։
Maui, ondեր leadership seminar գար եւ հրավիրվեցա, որ ondեր կարողանամ մի խոսքով գնացի այդ ժամանակահատվածներ իմ կյանքում, որտեղ մոտավորապես 30 տարվա my savings-ը մի գիշերվա մեջ կորցրել էի 30 տարվա savings հավաքես մի գիշերվա մեջ կորցրես շատ ծանր էր ինձ համար եւ ասիկա աստվածասուրը բացավ եւ Հավայի գնացի մեկ ամիսոն պետք է լինեի Haggai Institute եւ ամեն օր աղոթքի վկայության հիանալի մթնոլորտ էր եւ ամեն մեկի իր փորձառությունները բաժնեկցեր շեր գներ բոլոր լիդերների հետ բոլոր հոգեվոր առաջնորդներ են եւ ես ալ բաժնեկցի որ ճիշտ այդ շրջանն էր որ այս վիճակի գանցնիմ նյութաբես այսպես ասած հողը մոխիրի հավասար եւ բաժնեկցեցի մի քանի օր անցան այդ առաջնորդները եւ նախագահ համալսարանի մոտեցավ ինձ ասում Հովանես դարօրինակ մի երևույթ կնկատենք քո վրա այնինչ որ բացմեցիր եւ ամինչ որ գտեսնենք չի համապատասխանիր գսեք քո 30 տարվա սև ամեն գործունեություն եւ անոր շագապած ուրիշ խնդիրներ բայց գտեսեք ամենաուրախ ամենաոգևորված լավագույն առաջնորդներից էստեղ որտեղ կարող ես հույս եւ ուրախություն եւ ժպիտ փոխանցել ամեն օր գերքես աստիճաններեն գիչնես գերքես վեր բոլորին հետ գժբդաս բոլորին հետ գծերնվիս ամենաակտիվն ես եւ իրոք այդպես արա եւ ինչից է հաջորդ օրը սիքս հետ կփաժնեկցի ինչից է եւ շատ գար ասի որ երբ որ կհասկանաս որ այս կյանքը իրոք ամեն ինչ ժամանակավոր է եւ ինչպես հոբ աստված տվավ աստված արավ կամ նույնիսկ եթե աստված տվավ եւ աստված չարավ իմ դմբոխելքից գործընծուցի կամ ինչ որ է բարականամ եմ մեկուց գապ չունի Եվ որ անոնց վրա կապված է կյանքդ, հույսը դրանց վրա է, դու կփլուզվես, որ ուրիշները նման վիճակ ունեցան, Հայաստանում եւ այս բոլորը ինֆարկտ ստացան եւ մահացան, հիվանդանոցներում մեջ հայտնվեցան, ինսուլտ ստացան։ Եվ ես ուրախ, երջանիկ, այսինքն հույս եւ հավատք Ներգայումս էլ անցնում եմ դարբեր տեսակ մարդահարավեր, ամեն մեկ, միան հեշ չեմ, ամեն մեկս կանցնենք, ինչն է, որ մեզ ամուր պիտի պահե, այս խավար շրջանում, հույս, մենք գարիկն ունենք գայուն հույսի, այս օրինակով և ավարտեմ սիրելիներ։ Երբ Հիսուս խաչեցին, խաչի վրա, Եվ իր վերջին շունչը փչեց։ Եբրայեցից նամակի հեղինակը գսե որ իր արչև տրված ուրախությանը համար խաչը հանցն արավ, ամոթը արհամարհեց եւ Աստծո փառքի աչքոմը նստեց։ Այդպես կսա Աստծո խոսքը։ Հիմա ստե հարց կառաջանա։ Որն էր այն ուրախությունը, որով Քրիստոս երբ խաչի վրա էր իր աչքի առջև էր, որովհետև իր առջև տրված ուրախությանը համար խաչը հանցն արավ, ամոթը արհամարհեց եւ ուրախություն մգար։ Ինչն էր այդ ուրախությունը, որով Հիսուս Քրիստոսի որպես մարդեղացած Մեսիան խաչի վրա կխաչվի, խավար կդիրի ամեն կողմ, բոլորը թավաջանած են, առաքյալները լքել են, միայնակ։ Եվ գսե Հիսուս իր առջև տրված ուրախությանը համար խաչ, այս բոլորը ինչն էր այդ ուրախությունը, որով Հիսուսին խաչի վրա բայց գլխավոր երկու բան կարող եմ ցեզ հետ բաժնեկցել։ Առաջինը գիտեք ինչն էր։ Դու եւ ես։ Քո
եւ իմ փրկությունն էր, երբ Հիսուս խաչի վրա էր եւ խավարեր ամենգոմ։ Իր աչքի առաջ քեզ եւ ինձ ուներ, որ այս խաչքավությունս, խաչելությունս, այս փրկությունս դարեր շարունակ Հովաննեսը բիդեն տունի, անոն բիդեն տունին, եւ այդ ուրախությունը, որ իր աչքի առաջ էր, զինք բայեց խաչի վրա։ Եվ փյուրավոր մեղավորներ, որոնք բիդեն տունեին զինք, սա այդ մեկ ուրախությունն էր, իր արջև տված ուրախության համար։ Երկրորդը բայց, գիտեք ինչներ, որ Հիսուսի խաչի վրա բայեց, եւ հոժարեցավ այդ բոլորին։ Հարության հույսը։ Հարության հույսը իր սրդի մեջ ուներ Հիսուս, որ երեք օր եկը այս բոլորը ավարտվելու են, եւ թեև ինձ թավաջանեցին, փասանից սուլերը բաշարեցին, ամենասիրելի աշակերտներս լքեցին, ուրացան եւ այլն։ 3 օր հետո հարության հույսը իր աչքի առաջ ուներ Հիսուս, երբ որ այդ խավարեն գանցներ, եւ գիտեր, որ այդ հույսը հաստատ էր, որովհետեւ ինքն էր մահվան, ինքն էր զորություն ունի մահվան եւ գենթանության։ Անոմար գսե իր արջև թրված ուրախության համար, անոմա առաքյալը գսե մեր հույսը Քրիստոսի հարության վրա հիմնված է։ Սամոս 16:9 նայեցեք ինչ գսե, Սամոս 16:9, Սամոս 16:9 ճիշտ ասոր մասին գխոսի, երբ որ Հիսուս Քրիստոսի հույսի դիրքորոշումը գարდა Սամոս 16:9 եւ 10 գսե, անոն համար սիրտս ուրախ եղավ, փառքս փերգրեցավ ու մարմինս հույսով բիդի հանգստանա։ Ասիգա մեսիական մարգարեությունն է, որը եւ Պետրոս Արաքյալը, եւ Բողոս Արաքյալը, Քոծք Արաքելոց երկրորդ գլխում եւ 13-րդ գլխում ռիֆեր գնեն, գմատնանշեն, որ այդ Սամոս 16-ը, որ գսե մարմինս ալ հույսով հանգստացավ եւ իմ մարմինս աբականություն դեսնեմ բիդի, չի դաս Հիսուս Քրիստոսի մասին է։ Ուրեմն Հիսուս խաչի վրա ուրախ էր։ Եվ ամենտեղ խավար գդիր է։ Եվ ոչ մեկ բան իր ուզածին մեծ է մարդ կորեն, որտև հույս ուներ։ Քեզ եւ ինձ պիտի տեսնել փրկված հոս այսօր։ Եվ փյուրավոր մեղավորներ, եւ հույսի, հարության հույսը, այս այն գենթանի հույսը, որով Քրիստոս փոխանցում է մեզ։ Հետևաբար, երբ որ գսենք, ես հույս ունիմ, ասել ենք ուզում, որ ես Քրիստոսն ունեմ։ Որով Քրիստոս է մեր փարած հույսը։ Ամուր բռնենք սիրեներ այդ հույսին, ամուր գարչենք այդ հույսին, ոչ թե որպես մոմը, որ մարելու վրա է, այլ որպես փոցավարվող գրակ, թույլ տանք, որ Աստուծո Սուրբ Հոգին կա մեր մեջ, եւ այս հույսը փոցավարի ներքուստ, որ երբ դուրսը խավար է, դու միշտ լույս ունենաս, դու միշտ ոգևորված լաս, դու միշտ գենթանի լինես անգախ բարականերից։ Մեզի ուժ պիտի այդ հույսը, որ կարողանանք հաղթանակացնել։ Այս դեղի ունեցավ Պենտեկոստեի օրը, երբ որ Սուրբ Հոգին եկավ, անոնց վրա, որոնք գսպասեին այս գրագին, լցրեց գրագով եւ այս հավատքով, հույսով լցված առաջ եւ աշխարհը հեղաշրջեցին, սողոցեցին, քարգոծեցին, փանդարգեցին, ինչ որերին, բայց անոնք ավելիով աճեցան։ Դերը շնորհքն է սիրեներ, որ այս հույսը իմ եւ յուրաքանչյուրիս կյանքերում փոցավարվի։